ուղղակի չունի, այսպես ասած, ключевой դերակատարում, հա։ Այսինքն ցուցակում է չկա։ Ցուցակում կա, բայց ասենք բան չի, էլի, ասենք տասնյակում չի, ամեն դեպքում, ինչ են ուզում ասել, որ հայն չի սազում, նման վարկագիծ չի սազում, երկու անչափահասի կողքից կտրել և տանել Երևան և կապ չունենա նաև ընտանիքի հետ, դա հստիկ կատապարտելի է, չի սազում, ինքնահանարժեք պատասխանում, հենց իմ կողմից ես ստանելու եմ։ Հարգելի լրատվամիջոցներ, ես ուզում հայտարարություն անել մամուլի համար և իրավապաշտպան կազմակերպությունների համար։ Մենք այս քայլը Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատում ենք որպես քաղաքական խոչընդոտ առաջացնելու փորձ, դատապարտում ենք այս գործողությունները, այս խայտառակ գործողությունները, քիչ առաջ դուք ասեք, որ անչափահաս երեխաների մորը տարել են Երևան, ընդ որում հասկանալի չի, թե հատկապես ինչին Երևան տարել է, ինչ-որ բան չի կարող պարզել։ Այս բանի դուք հիմա տեսնում եք, որ այնպես կոչված մենաշնորհական գործողություններ են իրականացվում մեր գրասենյակում, մեր գրասենյակի կազմակերպչական մասով ներգրավված աշխատակից Արա Ոստանյանի հետ, եւ մենք սա համարում ենք կոնկրետ քաղաքական խոչընդոտում, հատկապես այսօրվա մեր հանրահավաքից առաջ, եւ գյումրեցիներին ես կխնդրեի, երբ ոչ կանեի իրենց պատասխանը ուղղակի այս ամեն ինչին տալ, ներկա գտնվելով մեր հանրահավաքին եւ շատ կոնկրետ արձագանքելով այս հայտարարությանը, որ հիմա մենք տեսնում ենք, անկեղծ ասած չգիտեմ, տեխնիկական մասով մեր Արան էր զբաղվում, նույնիսկ ես չեմ բացառում, որ ինչ-որ բաներ դողանան ու տանեն մեր մոքից, այսինքն դինամիկներ, տեխնիկական սարքեր, ամեն ինչ հնարավոր է, բայց անկախ ամեն ինչից մենք հավաքվելու ենք եւ մեր տեսակետը ներկայացնել, որ Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ մտավախություն ունի, որ Գյումրիում իշխանազավթումից հետո չի կարողանալու դա պահել, դա մարսել, այդ ապօրինությունը, որ տեղի է ունեցել, չի կարողանալու մինչև վերջ տանել, դրա համար այսպիսի քայլերի է գնում, շատ ծիծաղել է, որ երիտասարդներին են նույնիսկ խուզարկում, ովքեր ընդամենը ակցիաների են մասնակցում, այս բանի նաև թույլ կարել որպեսզի ազգային ժողովի պատգամավորը մտնի ներս և հասկանա, թե ինչ քննչական գործողություններ են իրականացնում։ Մենք ոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, համակիրներին, անպայման արձանագրել այս խայտառակությանը, բարես բուն իմաստով խայտառակությունը և Նիկոլ Փաշինյանը կոնկրետ քաղաքական խոչընդոտներ է իրականացնում մեզ համար, իսկ քաղաքացիական պայմանագիրը, որ ասում ենք մենք օրենքով եւ այլն, մենք տեսնենք իրական բայց իրավունք ունեն բոլոր համակիրները, ովքեր հիմա հետևում են, որևէ մեկին, եթե հիմա խուզարկության են կանչում, անպայման մեզ իմաց տվեք, որովհետև դա այնպիսի համատարած բնույթ է կրել, որ մենք ուղղակի չենք հասցնում արձագանքել այս ամեն ինչին։ Ժողովուրդ ջան, օնլայնով հետևում եք ինձ եւ ուղարկում եք մեսիջները իմ հեռախոսահամարին, որ մենք տեղեկանանք, թե ում տուն են մտել, ինչ են արել, ուր են տարել։ Սա ուղղակի պարալիզացման գործընթաց է առավոտը ժամը 7-ից սկսած քննչական գործողություններ են իրականացում եւ մենք ուղղակի ֆիզիկապես չենք հասցնում ակտիվիստների հետևից, այս բանը գրասենյակում է սա իրականացվում։ Մի խոսքով սա է, եթե այսպիսի ընտրություններ են տեղի ունենալու, սրանք արդեն ընտրություն չեն դառնում, բայց սա նաեւ պետք է ազդակ լինի բոլորին, որ այս մարդիկ անհանգստացած են, այս մարդիկ ջղաձգված են եւ հասկանում են, որ ողբերի տակից գնում է, ինչքան էլ լցոնումներ անեն, ինչքան էլ բերեն մարդկանց գրանց են, պարզվի, որ այս ընթացքում 3000-ով ավելացել է Գյումրիում ընտրողների թիվը, ինչքան էլ փորձեն այդ շրջիկ խմբերը աշխատացնել, ինչքան էլ փորձեն իրենց գործողությունները անել, հասկանում են, որ 50%-ից ավելի չեն հավաքելու իրենց դրածոնելով հանդերձ։ Դրա համար էլ այսպիսի գործողությունների են գնում, բայց ես կարծում հակառակ էֆեկտն է ունենալու։ Սա բացի քաղաքական հետապնդումից նաև ես հիմարություն եմ գնահատում իրենց կողմից։ Մնացած արդեն գյումրեցիների ձեռքում է, թող իրենք որոշեն։ Շնորհակալություն։ Պատգամավորը մտան է։ Չէ, թողեցին պատգամավորը։ Չեն թողում։ Բայց ինչ իրավունք ունեն իրանք ձեզ խոչընդոտելու, որովհետև ես կխնդրեմ մեկնաբանություններ տակ, հա։ Մեկ վարքյան, որ մեկ կամերան միանում է։
Անդոջան տագել։ Ձեզ ինչ մեկնաբանեցի Հոտովություն խացրեցին ու կմիշ ուղղակի մերժեց, ասի չի կարելի։ Ուներ իրավունք։ Ինչի ուղղակի մասին խոսքեց ամեն ինչը կարծում եմ աբորինի գործողություններ կատարում ընդրությունից 2 օր առաջ։ Եվ նույնը երեք Վախթան Ղուկասյանի նկատմամբ զայնազրույցն տարածվելը այսօր Մայր Հայաստան վաղը հաստատ համոզված է լույս ընդդիմադիր տեխնատուների հանդեպ նույնն է կիրառելու, որտեղ պարտվելու արդեն հոտը զգացել են ու ժամանակն էս բռնապետական, դավաճանական իշխանություններին արդեն քշելու վերջացնել։ Հայ ժողովուրդը Հայաստանը իրավունք ունի դավապրելու ու ազգային պետություն կերտելու։ Ինչով եք պայմանավորում այս բոլոր գործողությունները, որոնք այս ընթացքում դիմադիկների նկատմամբ են իրավունք։ Ուրիշ մեթոդով չեն կարա, որովհետև գիտեք, իրանք պատրաստ չեն լուրջ պայքար մղել, ազնիվ պայքար մղել ու այս ձևաչափով են փորձելու ընդդիմանների դեմ պայքար, որովհետև իրոք զգալով օրորի ինչ է կատարվում Գյումրիում, վարկանիշ ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների արդեն անցել են այս բռնի մեթոդների։ Իրավապահ մարմիններն ուղղակի օգտագործում են անձնական խնդիրներ լուծելու համար, ուրիշ ոչ են։ Ամբողջական տեղեկություն ունեմ, թե մեր բնակիչներից Շարունակում եմ ուղիղ եթերը Մայր Հայաստանի նախընտրական շտաբից, ինչպես տեղեկացաք արդեն, քրեական ոստիկանությունը առավոտ շուտ մտերխուզարկություն է իրականացնում, հետո տեղեկացանք, որ մեր երիտասարդ համակիրներից երիտասարդ կին Էմմա Գրիգորյանին կարելի ասել գողացել կոռուպցիոն ոստիկանությունն է, ինչ չգիտեմ ինչ կառույց են ստեղծել, տարել են Երևան, ինչ քննչական գործողություններ, չգիտեմ ինչ ինչ են տարել Երևան, ասենք սա արդեն երևի խելագարության կանխավարկած է, ոչ թե ասենք իրավական պետությանը հարիր ինչ-որ մի դրսևորում, ասենք հասկանում եք ինչ է կատարվում, իշխանությունը արդեն այնքան է իրար խառնվել, որ ոստիկանությանը, այսպես գյումրեցիք կասեն, ապաշխյարա, գործիք դարձրած, ուղարկում է, ասենք, ընդդիմադիր շտաբ, պարալիզացնելու աշխատանքը, շտաբի ու այսօր ժամը 5-ի մենք մեծ հավաք ունենք, Աբովյան փողոցում հանրահավաք և այդ հանրահավաքն են ուզում պարալիզացնել, որպեսզի Մայր Հայաստանի եզրափակիչ հանրահավաքը չանի, հետո շտաբի աշխատանքները, սա ուղղակի բռնապետական բիրտ, ասենք այն, որ Նիկոլ Փաշինյանը ասում է ժողովրդավարական բաստիոն, ժողովրդավարական պոստիոն, սա ուղղակի, ասենք, չգիտեմ, անասնապտերնա, կոնցլագեր, օրելի 1984-ն է այստեղ, այսինքն այն դիտորդական առաքելությունները, միջազգային կազմակերպությունները, ինչպես են արձագանքելու այս խայտառակությանը, խայտառակ իրավիճակին, երբ, ասենք, ոստիկանությունը կոնկրետ ընտրությունների ժամանակ օգտագործում է որպես գործիք Նիկոլ Փաշինյանի համար մրցակից տեխնատուներին պարալիզացնելու։ Սա ինչի մասին է խոսում։ Այսինքն այստեղ մեկնաբանելու բան էլ կա, դե։ Մենք պետք է փաստենք, որ ապրում ենք բռնապետական, նկդի բռնապետական ռեժիմի ներքո։ Նիկոլ Փաշինյան, ուղղակի ամոթ ձեզ ու ձեր գործողություններին, երիտասարդ կնոջը, մանկահասակ երեխաների մորը,
Ինչպես եք մտնում տանից ձերբակալում, տանում Երևան։ Այսինքն դրանով ինչ ես ուզում ապացուցել։ Մարդը եկածնից տեսնում էր, որ մեր երեքը գալիս է դեպի փողոց, լսում են երաշտության ձայնը, իսա հակնվել դուրս է գալիս, որպեսզի միանա մեր երեքը։ Որպեսզի բան հազվադեպ չեն սիրում մարդկանց համախմբումը, չեն սիրում համախմբվածությունը, սերը, միշտ բաժանել հարակտել սեր, ուստիգար, ացախցի Մեր շտաբում Կարեն Սիմոնյանը բարբերաբար լրագրողներին մեկնաբանություններ է տալիս, հավաքվել են համակիրները, լրագրողները ցույց տալ։ Ամբողջ երիտասարդները ողջունում են իրար, ժերտի աղով, սրդեր են ցույց տալիս, որ մենք գյումրեցիներով ները պետք է պահել։ Մենք ենք եկել Երևանից մնացածները մեր համար ոչ մի շնորհ, ոչ մի բան չունեն։ Նայեք, արդեն տեղական ժամանակը պարալիզացրել է մարդկանց աշխատանքը։ Ալո ասա, կարող է ես բանալը նրանց չէ։ Կավային ակտավոր է, բայց մենք որոշություն չէ, պետք է տանենք իվանային հրապարակ, Այսինքն նարեկ քանի ժամ է խոզարկությունը, ժամը քանիսից։ Ես առաջ մտածել եմ գալից 9-ին պակաս 10։ Հա, մոտավորապես ժամը 8-ից մոտավորապես շտաբի աշխատանքները պարալիզացված են։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր ոստիկաններին ուղարկել է պարալիզացնելու Մայր Հայաստանի շտաբի աշխատանքները, հաջողությամբ պարալիզացրել են ասեմ, մոտ 2 ժամ շտաբը պարալիզացված է, կարևոր ընտրություններից առաջ, բարև ձեզ։ Խնդրեմ ձեր մեկնաբանություններն էլ տակ, Տերենիկ Մալխասյանն ես ասեմ, որ մեր ցուցակի երկրորդ համարն է, նախկին լրագրող և հիմա ձեր մեկնաբանությունները։ Սա ուղղակի խայտառակություն է, Նիկոլ Փաշինյանը սրանով ցույց է տալիս, որ ճղացումների մեջ է, ինքը հաստատ հասկանում է, որ պարտվել է Գյումրու ընտրություններում եւ ամեն ինչ անում է իրավիճակը փրկելու համար եւ ինչպես միշտ ոստիկանությանը օգտագործում է բիրտ գործիք հիմնական մրցակից տեխնացուների վրա ճնշումներ գործադրելու համար եւ հիմա ուղարկել է Մայր Հայաստանի շտաբ, որպեսզի պարալիզացնեն մեր աշխատանքները եւ հաջողությամբ 2 ժամ պարալիզացրել են արդեն, բայց ավելին առավոտյան ժամը 7-ից առանցումն են եղել, հետո եկել են այստեղ։ Տևական ժամանակ արդեն մի քանի ժամ պարալիզացրել են Մայր Հայաստանի շտաբի աշխատանքները, մենք այսօր կարևոր հավաք ունենք Աբովյան փողոցում ժամը 5-ին մեր եզրափակիչ հանրահավաքներ եւ իրենք դրել պարալիզացրել են այդ ամենը, երևի ուզում են, որ այդ հանրահավաքը չկայանա, Մայր Հայաստանը
կազմաքանդվի հա շտաբի աշխատանքները, որ իրենք մի քանի ձայն ավել, չգիտեմ ինչ անեն, էլի, ու լեկտիվության գագաթներն են, որ երիտասարդ կնոջը մանկահասակ երեխաների մոտից ձերբակալում տանում են Երևան, այնտեղ ինչ-ինչ հարցաքննություն իրականացնելու համար։ Սա չգիտեմ, սա բռնապետություն է, կոնցլագիար։ Կարոն մենք ունենք տեղեկություններ MI-ից ունեն տարել ինչեր։ Այս պայմանի իրավաբանները եւ պատգամավոր Արիկտազ Մանուկյանը գնացել են ԱՄՆ-ի բաժանում հակակոռուպցիոն, որպեսզի բարձրաբանեն ինչ է տեղի ունեցել եւ վերջո որտեղ է Էմմա Գրիգորյանը։ Այսինքն չգիտենք էլ, հա, ուրեմն։ Այս պայմանը չգիտենք, ասել են հակակոռուպցիոն, երկու անչափահասի անչափահաս երեխաների աչքի առաջ անգամից դստի ավտոն տարել են։ Տունը շոկի մեջ է, երեխաները լաց են լինում, ինչ է սա, հոն է տրամարկած տարեք, հա, կանանց տանելով ինչ եք ուզում, ներել երկու անչափահաս երեխու դիմաց եք։ Այսինքն այդ գործողությունները, ձերբակալությունը, բան անչափահաս երեխեքի մոտ, հա։ Այո, երեխեքին ստրեսի են ենթարկվում, նրանք չեն հասկանում երեխեն ինչ բաներ, չեն, նույնիսկ չեն ընդունում, որ այդ երեխան կարող է վաղը մեծանալ ստրեսի պատճառով լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Չէ, դա բաց է բարոյական չի այդ ամեն ինչը, էլի նման։ Դե Բարոյական բարոյական չի, բայց առաջի հերթին տանողը երեխա չունի, չի մտածում, որ այդ երեխեք կարող է ստրեսի ենթարկվել։ Կոչ եմ անում եւս մեկ անգամ բոլոր գյումրեցիներին 17:00-ին Աբովյան փողոցում Տիկնիկայինի հարևանությամբ միանան մեր կազմակերպած հավաքին եւ հենց այնտեղ տանք են գնահատականը, որը արժանի է այս իշխանությունը։ Այսինքն նույնիսկ մեկնաբանելու բան չկա, էլի, այնքան շատ բացահայտ են սրանք աշխատում, արդեն չեն էլ թաքցնում, հա, որ բացահայտ բռնաճնշումների են դիպում, բացահայտ ոստիկանությանը օգտագործում են ընտրապայքարում, այսինքն այս ընտրություններին ոստիկանությունը օրինականություն կարգ կանոն պաշտպանելու փոխարեն օգտագործում են Նիկոլ Փաշինյանի ջանքերով ընդդիմադիրներին լռեցնելու, գաղտնալսել կամ գաղտնալսել, չգիտեմ, այսինքն իրենք խոստովանում են, որ ինչ-որ մի կառույց գաղտնալսում է ու այդ կառույցը որը կարող է լինել, որ քաղաքացիներին կարողանա գաղտնալսել։ Ու այդ գաղտնալսումները հայտնվում են Նիկոլ Փաշինյանին ԿՊ-ին ենթակա կայքերում կամ ինչ-որ սոցիալական էջերում, դա ինչպես կարող է լինել, այսինքն որ երկրում հանկարծ բացահայտվի, որ ինչ-որ մի կառույց գաղտնալսում է քաղաքացիներին, հետո դրանք հայտնվում են իշխանամերձ կամ իշխանապատկան լրատվամիջոցներում, դա ինչ հետևանք կարող է ունենալ։ Պատկերացնում եք այդքան իրենց սիրելի Եվրոպայում, եթե նման որևէ երկրում նման բան լիներ։ Իշխանության ուղղակի կքշեին 2 րոպեվա ընթացքում։ Իսկ այստեղ Նիկոլ Փաշինյանը բանը գորգրալով, որ դեմոկրատական բաստիոն ման է գալիս։ Հիմա քրեական ոստիկանությունը Մայր Հայաստանի շտաբում է, չգիտեմ ինչ-որ քննչական գործողություններ են իրականացնում, ազգային ժողովի պատգամավորին թույլ չտվեցին ներս մտնել, առավոտ շուտ գնացել են մեր շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարան, հետո եկել են այստեղ, Ինքն է պատասխանատուն այդ տարավների, ինչ իրավունքով։ Շտաբի պետ իրավունք չունի այդ բանալին են ձեռք տա։ ինչ բանիկ են վերցրել։ Հանչի կուդակ։ Բամանք տանեն։ Չեմ կարող ես